Եթե նայում ենք տարուն, հա, ինվոլյուցիոն շղթայով, այսօք ինչ կարող եմ ասել, տարոյի առաջին 10 արկանները կազմում են համաշխարհային տիեզերագիտությունը, արկանում առաջինը ինչ անում, սովորեցնում է, իսկ դուռակը ինչ անում, գալիս է սովորելու, տարբեր են, չէ, այսինքն առաջի արկանը սովորեցնում է տիեզերական հոգու և նրա տրասցենդենտալ էության միասնությունը, երկրորդ արկանը նրա ներքին միատարը տրասցենդենտալ գիտակցության մասին է խոսքը, այսինքն վարդապետությունն է, արկանում երրորդը իմպերատիվության բացահայտում է աստվածային բնությունը, հա, ստեղ վարդապետությունը որպես տիեզերական հոգու ստեղծված գիտակցություն, որը արտաքին ֆենոմենալ բնույթի հետ կապված կարող է ներկայացնել դրա ստեղծման աղբյուրը։ Չորրորդը դա լոգոսի վարդապետությունն է, որպես առանձին մոնադների հավաքածու, որոնք կարող են բխել խոսքի օրինակը անբաժանելի աստվածային միասնությունից, հնարավորություն տալով անհատական նախատիպերի իրականության ասպեկտների անկախ ինքնահաստատմանը։ Իսկ արկան 5-րդը նա սովորեցնում է, 5 թիվը սովորեցնելու հետ կապ ունի, անհատական մոնադի գիտակցության և անհատականության գիտակցության պառակտման և մրկային բնույթի մասին։ 6-րդ արկանը սիրահարներին ներկայացնում է մոնադների տիեզերական ընտանիքի և աշխարհի նմանության վարդապետությունը հենց աստվածայինին։ 7 կարգը մեծ արկանը մոնադի վարդապետությունն է որպես ինքնահաստատվող նախատիպ։ Տարու արկանում 8-ը սովորեցնում է անհատականության և գերանձնական բնույթի օրենքների մասին։ Իսկ 9 ատշելնիկը ներկայացնում է աշխարհը որպես կայուն և փակ մրրիկ աստվածայինի հաստատված ստեղծումը, որովհետև կապ ունի հոգևորի հետ, հա։ Արկանում 10-ը դա ներկայացնում է աշխարհը որպես կայուն և փակ մրրիկ աստվածայինի հաստատված ստեղծումը, տարոյի առաջին հենց այս 10 արկանները գտնվում են սկզբունքների աշխարհում և ներկայացնում են գերագույն տրասցենդենտալ վարդապետությունները, որոնք միասին վերցրած մարդուն բացահայտում են տիեզերքի թաքնված ներքին էությունը։ Տարոյի հենց այս արկանները անբաժանելիորեն կապված են և հոսում են միմյանց մեջ, սրանք հատուկ էներգիա